Group Productions-ը ներկայացնում է։ Միասին թերթենք մարդկության պատմության մասին առաջին գրի առնված Մատյանի Աստվածաշնչի էջերը, քննության առնելու նրանում տեղ գտած որոշ ամենից վիճելի պատմություններ, տալու ինչ-ինչ խրթին հարցերի պատասխանը։ Աստվածաշնչի հնագույն գաղտնիքները։ Իրոք Աստվածաշունչը հավաստի պատումն է այն զարմանահրաշ միջամտությունների, որոնց միջոցով մարդիկ փրկվում են հանկարծահաս կործանումից, թե պարզապես լեգենդների և առասպելների մի հավաքածու է այն, ինչպես պնդում են մի շարք ժամանակակից քննադատներ։ Առաջնակարգ փորձագետներ ողջ աշխարհից, թե Աստվածաշնչի սկեպտիկներ և թե համախոհներ, իրենց մասնակցությունն են հանդես բերել Աստվածաշնչյան վիճահարույց սույն հարցերի քննարկմանը, հարցեր, որ գուցե զարմացնեն, մինչև իսկ ցնցեն քեզ։ Նոյան տապան, ինչ եղավ այն։ Արևելյան Թուրքիայում, բարձր լեռան կատարին, թաքնված սառցեհաս շերտի մեջ, մեզ հեռավոր անցյալի հետ կապող կարևոր մի կապ կա։ Դա 5000 տարվա վաղեմություն ունեցող փայտե նավ է, հարկերով և վանդակներով։ Այս ֆիլմը մեզ տեղեկություն կտա այն հարցերի մասին, որոնք հազարավոր տարիներ հանելուկ են եղել պատմաբանների և գիտնականների համար։ Ականատեսը կլինեք նախկինում երբեք չցուցադրված իրական լուսանկարների և արբանյակից արված պատկերների, որոնք ապշեցուցիչ նոր ապացույց են տալիս Արարատի կատարին գտնվող առեղծվածի մասին։ Կլսեք ականատեսների զարմանալի վկայություններ, մարդիկ, որ անձամբ են տեսել և լուսանկարել հինավուրց նավը։ Տապանը թերևս ամենից լավ հայտնի և ամենից շատ վիճահարույց կրոնական թեման է աշխարհում, որի շուրջ բազում լուրջ և հակասական հարցեր են բարձրացվել։ Իրականությունը արդյոք վաղեմի այդ լեգենդը։ Իրոք Նոյի տապանը գտնվել է Արարատ լեռան գագաթին, թաղված սառցի և ձյան մեջ։ Շատ տեղեկություններ ենք ստանում, որ Արարատի վրա Նոյան տապանը տեսնողներ են եղել, բայց համաշխարհային ֆինանսավորում ստացած գիտարշավներ են բարձրացել լեռնի վեր, այն փնտրելու և սակայն վերադարձել ձեռնունայն։ Այն տեսնողների վկայությունը կրոնական մոլեռանդների պատրանք է կամ անմեղ սխալմունք։ Այդ դեպքում ինչպես բացատրել լեռան վրա գտնված հնագույն փայտը և ձեռակերտ գտածոն։ Մեզ թվում էր, թե դրա պատասխանը իսպառ կորած է, բայց արդի տեխնիկան և հնագիտական հետազոտությունները վեր են հանում տապանի երկար մոռացված գաղտնիքները։ Նոյան տապանի որոնումը կենտրոնանում է ամբողջովին այս հրաբխային գագաթի վրա, որը սահմանակից է Իրանին և նախկին խորհրդային կայսրությանը։ Արարատ լեռը վեր է խոյանում շուրջ 5165 մետր, զբաղեցնելով 24 քառակուսի մղոն տարածք։ Այս արգելված լեռան և իր անվերջանալի մարտահրավերների հետ կապված այցելեցինք երկրաբանության դասախոս Ջոն Մորիսին, որը 15 գիտարշավ է առաջնորդել դեպի Արարատ լեռը։ Աշխարհի շատ լեռներ են բարձրացել, բայց Արարատը ամենից վատթարն է և դաժանը։ Երբ նայում ես հարավային կողմից, այն հրաբխային գեղեցիկ կոնի է նման, բայց հակառակ կողմից այս անհավանական խորխորատն է, որ ակորի կիրճ են անվանում։ Անմատչելի բարձր այս խորխորատը կլոր տարին պատած է սառցե շերտով, որը հրաբխային շերտերը շարունակաբար մաշելով առաջ է բերում ձյան հոսք վերից վար։
Ամեն օր ցերեկային ժամերին լեռան վրա փոթորիկ է լինում, քամին ժամում հասնելով երբեմն 150 կիլոմետր։ Սակայն ոչ չարագուշակ պատումները, ոչ էլ լեռը մագրցելու մահացու վտանգը բնավ էլ ետ չեն պահել հազարավոր վճռական պատասխան որոնողների, հարյուրավոր տարիներ է, ինչ նրանք շարունակ մագլցում են լեռը։ Մենք գիտենք, որ քաղաքյան քահանայապետ եւ պատմաբան Բերոսոսը այցելել է այս վայրը մեր թվարկությունից առաջ 475 թվին եւ գրել իր տեսածի մասին վկայելով, որ շատ հեշտ էր նշмарել տապանը բարձրում սարսադաշտի վրա։ Եգիպտացի պատմաբան Էրոմասը մեր թվարկությունից առաջ 30-ական թվին նշում է տապանի արկայության մասին Արարատ լեռան վրա։ Ճիշտ նույն ժամանակահատվածում Նիկողայոս Դամասկացին Հերովդես Մեծի կենսագիրը պատմում է, որ տապանը կանգ է առել Արարատի վրա, նշելով, որ փայտյա շինվածքը այնտեղ է տակավին։ Հին աշխարհի շատ հայտնի անձիկ են ճամփորդել այս ահարկուլերը։ 1269 թվին հայտնի բնախույզ Մարկո Պոլոն իր ճամփորդություններ գրքում գրում է, որ Նոյան տապանը գտնվում է Արարատ լեռան ձնապատ բարձրադիր հատվածում։ Շուրջ 2000 տարվա վաղեմություն ունեցող պատմական բազում վկայություններ կան, որոնք նշում են, որ Նոյան տապանը Արարատ լեռան վրա է։ Դրանք գրի են առել հայտնի պատմագիրներ, ականատեսների վկայություններին զուգահեռ Արարատ լեռան վրա տապանի պահպանման վերաբերյալ նշանակալի արժանահավատությամբ։ 19-րդ դարի կեսերին աշխարհի երկրների միջև հաղորդակցության մեծ կապը օգնեց զգալիորեն փոքրացնելու աշխարհը։ Սա արևմտյան քաղաքակրթությանը Նոյան տապանը տեսնելու մասին առավել շատ ինֆորմացիա հաղորդեց խորհրդածությունների եւ ասեկոսների հետ մեկտեղ։ 1829 թվին Ռուսաստանում ծնված գերմանացի բժիշկ Ֆրիդրիխ Պարոտը նախքան Արարատ լեռը բարձրանալը այցելեց Էջմիածնի մայր տաճար, որտեղ տեսավ 318 թվին Նոյան տապանից պոկված փայտից փորագրված խաչը։ Պարոտը գրում էր, որ այն շագանակագույն է, 12 դյույմ բարձրությամբ եւ 9 դյույմ լայնությամբ։ Էջմիածնից էլ նա ուղևորվեց դեպի լեռը, 7000 ոտնաչափ մագլցելով հասավ Ակորի գյուղ։ Այդտեղ էր գտնվում Սուրբ Հակոբի վանքը։ Վանքում նա տեսավ հինավուրց մատյաններ եւ տապանից պահպանված մասունքներ։ 1840 թվականի հունիսին Պարոտի արշավից 11 տարի անց ահեղակորցան երկրաշարժ տեղի ունեցավ Արարատ լեռան վրա։ Կործանվեցին վանքը եւ 2000 տների եւ կառույցների մեծ մասը։ Սուրբ Հակոբ վանքը եւ նրանում պահված մասունքները բառացիորեն անհետացան։ Կենթանի մնացին մի քանի հոգի միայն։ Ծածկելով ամեն բան, Ակորու կիրճը վերածվեց մեծ խորխորատի։ Կասկած կա, որ տապանը որոնողներից ոմանք իրականում տեսել են այն եւ իրենց հետ բերել դրա գոյության ապացույցը։ Ինչպես կարող է կասկածամիտը անտեսել մեծաթիվ ականատեսների վկայությունները։ Ես ուսումնասիրել եմ վերջին 150 տարիների ընթացքում Արարատ լեռան վրա Նոյան տապանը տեսնելու գրեթե բոլոր պատմական վկայությունները, դրանցից շատերը ամենայն մանրամասնությամբ։ Համեմատել եմ դրանցից 34-ը, որ իրար շատ նման են, թեև ականատեսները բնավ էլ միմյանց չէին ճանաչում։ Կարող ենք մտածել, որ կամ այս վկայությունները սուտ են, կամ էլ հիմք ընդունելով ականատեսների պատմածը հավատանք, որ տապանը կամ ինչ-որ մեծ մի բեռնատար նավ կա Արարատ լեռան վրա, եթե դրանցից գեթ մեկն էլ ճշմարիտ լինի։
1883 թվին Թուրքիայի կառավարությունը արշավախումբ ուղարկեց Արարատ լեռ ուսումնասիրելու վերջին երկրաշարժի պատճառած վնասները։ Արշավախումբը զեկուցեց, որ լեռան 14000 ոտնաչափ բարձրության վրա սառույցների միջից որոշ մասով դուրս ելած նավ են հայտնաբերել։ Նրանք չափագրումներ կատարեցին, մտան տապանից ներս եւ տեսան հարկեր եւ վանդակներ։ Ցավոք, թուրքական կողմի ինֆորմացիան շատ քիչ ուշադրության արժանացավ միջազգային հանրության կողմից Չարլզ Դարվինի էվոլյուցիոն նոր տեսության պատճառով։ 1902 թվին ութնամյա Գևորգ Հակոբյանը, Վանա լճի բնակիչ, դարձավ գրառված առաջին ամենաերիտասարդ ականատեսը։ Փոքրիկ Գևորգը ուղեկցում էր իր քեռուն Արարատ լեռը։ Այդ ամառը յուրահատուկ տաք էր, որի շնորհիվ փոքրիկն ու քեռին հեշտությամբ կարողացան նշմարել եւ մոտենալ տապանին։ Շատ հսկայական էր այն, որի նման մեծ շինություն ես երբեք չէի տեսել։ Քերիս փորձում էր ինձ բարձրացնել նավի գագաթը, բայց դրան հասնելու համար նախ քարեր դարսեցինք մեկը մյուսի վրա։ Գևորգը բարձրացավ վեր եւ կարողացավ հասնել նավի տանիքին։ Մեր ընտանիքի անդամները շատ պատմություններ էին արել տապանին մոտենալու մասին։ Իսկ այժմ ես ահա այդտեղ իրապես կանգնել էի տապանի վրա։ Պատյա տանիքի վրա ես անցք տեսա եւ այդ անցքից ներս նայեցի։ Բայց ներսում շատ մութ էր եւ հնարավոր չէր որևէ բան տեսնել։ Այստեղ այնտեղ փայտի փոկված կտորներ կային, բայց այնտեղ շատ պինդ էր քայլելու համար։ Միջնամասում տապանի հենված հատվածով մեկ պատուհանի նման բացվածքներ կային, բայց ես ոչինչ չկարողացա տեսնել։ Այդ դեպքից տարիներ անց Գևորգ Հակոբյանը նկարագրեց իր տեսածը հնյաբան լուսաբանող դոկտոր Ալֆրեդ Լիին։ Վեր այստեղ բարձրացավ Գևորգ Հակոբյանն իր քեռու հետ 4 տարի տևած երաշտից հետո եւ տեսավ տապանը ամբողջովին ի ցույց դրված։ Նա նաեւ շերտ նշան տեսավ այստեղ։ Փայտի կտորները գեղեցիկ միահյուսված էին։ Կարողացավ տեսնել նաեւ շինության գույնը։ Այն քարեգոյացություն չէր, այլ հաստատապես մարդու կողմից պատրաստված փայտյա կառույց։ Գերանների այս բոլոր կտորները դարեր շարունակ ճառագում են Արարատի լանջերից։ Թվում է, թե մեզ հայցում են։ Ինչ վիճակում կլինի այժմ այդքան հինավուրց տապանը։ Ահեղ երկրաշարժ է եղել։ Գոյացել է մեծ կամարաձև ճեղք պատածձյան շերտով եւ տապանը բաժանվել է երկու մասի։ Ահա այստեղից է այն երևում այսօր։ Սա է դեպ գալիս են գծելու տապանի շուրջ եղած մեծ առեղծվածներից մեկը։ Մենք զարմանում ենք։ Ինչպես կարող է տապանը, որի գտնվելու վայրը նշանառել է մեկ անց, չեն կարողանում գտնել կամ հեշտությամբ չեն գտնում այն փնտրելու ելած ուրիշները։ Անշուշտ տապանի ականատեսների վկայությունները ինձ կթվային անչափ կասկածելի, ուստի մենք սկսեցինք պատասխաններ փնտրել այս առեղծվածին։ Այս լուսանկարը, որ արված է ֆրանսիական արբանյակից 1986 թվականի օգոստոսին, ակնհայտ ցույց է տալիս, որ Արարատը, որ պատկերված է այստեղ, տարին բոլոր պատված է սառցադաշտով։ Իհարկե, լեռան վրա լինում են եղանակային փոփոխություններ։ Տապանը տեսնելու հնարավորությունը մեծանում է ուշ ամռան շոգամիսներին, օգոստոս-սեպտեմբեր։ Մի քանի տարին մեկ լինում են նաև առավել տաք եղանակային ցիկլեր, որի ժամանակ ձյունածածկ գագաթումձյան մեծ հալք է դիտվում։ Հնարավոր է եւ հավանական, որ տապանը տեսանելի կամ հասանելի է միայն այս ոչ հաճախակի բարձր ջերմաստիճանային փուլերի ժամանակ։ Մի ամբողջ գիտարշավ կարող է քայլել տապանը պատող սառցե շերտի վրայով, այդպես էլ չիմանալով, որ այն իր ոտքերի տակ է։ 1916 թվին էր, որ տապանը տեսնելու պատմությունների շարանը շատ կարևոր շրջադարձ ապրեց։ Առաջին համաշխարհային պատերազմից շատ չանցած ռուս օդաչու լեյտենանտ Զաբոլոցկին արեց իր ուշագրավ պատմությունը Արարատ լեռան վրա Նոյան տապանը տեսնելու մասին։ Մի փոքր խումբ օդաչուների հետ մենք տեղակայված էինք Արարատ լեռից 25 մղոն հյուսիս-արևելք։ Մեծ ինքնաթիռներից մեկում տեղադրել էին բարձրաթիռ նոր շարժիչ եւ ինձ հանձնարարվեց այն փորձարկել։ Ես թռչում էի լեռան վրայով, երբ նկատեցի խավար մի խրամ, հսկա ռազմանավի չափ։ Շատ տարօրինակ տեսք ուներ այդ նավը, բայց շատ պարզ էր, որ նավ է, գլորավուն գլխամասով։ Զաբալոցկու տեսածի մասին լուրը հասավ ցար Նիկոլային։ 1917 թվին նա 2 գուն զինվորներ ուղարկեց տեղագրելու եւ չափագրելու այդ արտառոց գտածոն։ Զինվորները գտան տապանը
եւ չափումներ արեցին։ Նրանք նաեւ լուսանկարեցին մեծ նավը։ Ցավոք, այդ ամենը մնաց չլուսաբանված, քանզի վրա էր հասնում կոմունիստական հեղափոխությունը, որի պատճառով առ այսօր գտնված չեն ոչ փաստագրումները, ոչ էլ լուսանկարները։ Ենթադրում են, որ դրանք կամ կորսված են, կամ էլ պահված ինչ որտեղ Կրեմլի գաղտնի պատերում, բայց եւ այնպես դրանք տեսնողներ եղել են։ Վաշինգտոնում գործող հրատարակչության գլխավոր խմբագիր Մեգան Բատլերը վերջերս հրատարակեց Անաստասիա, կորսված արքայադուստրը գիրքը, որը պատմում է ռուսական ցարի դստեր կյանքը։ Տարաձայնություններ են եղել 16-17 թվերին Տապանի հետազոտման համար Արարատ լեռ ուղևորված ռուսական արշավախմբի վերաբերյալ։ Մեր հեղինակը 20 տարի վատնեց ռուսական արքունական ընտանիքի վերջին կենդանի մնացած անդամի Անաստասիայի կյանքը ուսումնասիրելու վրա։ Վերջինիս հետ վարած անձնական մենազրույցներից մեկի ժամանակ նա ապշել էր, երբ Անաստասիան սկսել էր պատմել իր հոր ցարի ուղարկած արշավախմբի մասին Արարատ լեռան վրա չափագրելու եւ լուսանկարելու Նոյան Տապանը։ Ասել էր նաև, որ ինքը տեսել է արշավախմբի լուսանկարները եւ զեկույցը, հայտնել էր, որ ինքը Տապանի փայտից պատրաստված խաչ է գրել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից օդաչուները բազում թռիչքներ են արել Արարատի վրա։ Ես Հյուսիսային Աֆրիկայում էի, պատերազմի ժամանակ ռազմական օդակայաններում ազդանշանային տեղադրման պահպանման հարցերով էի զբաղված։ Մի երեկո իմ օդաչու ընկերոջ հետ նստած զրուցում էինք մի բաժակ սուրճի շուրջ։ Սպաները սկսեցին Արարատ լեռան վրայով թռչելիս արված իրենց լուսանկարները նայել։ Նրանցից մեկն ասաց. «Սա Նոյի Տապանն է երևի»։ Թույլ տվեք պատմեմ, թե ինչ տեսա ես այդ 3 լուսանկարներում։ Նախ եւ առաջ 3 նկարներում էլ նավը դուրս էր գալիս սառույցի շերտի տակից։ Սառույցը ցած էր իջնում նավի վրայով այս անկյունում։ Աջ կողմում բացված կար դեպի ներքև։ Ես տեսնում էի 1-2 շերտ եւ կառույցը։ Օդաչուների մոտ կասկած իսկ չկար, որ դա Նոյի Տապանն է։ 1944 թվին նմանատիպ մի լուսանկար էլ դրվել էր ամերիկյան դրոշի ներքո։ Ես վստահ եմ, որ տեսնում էի Նոյի Տապանը։ Արարատ լեռան մարտահրավերները ահարկու են մինչև իսկ պրոֆեսիոնալ մագլցողների համար։ Տապանի որոնումը զուտ ֆիզիկական առումով կարող է լինել թե անչափ դժվար եւ թե խիստ վտանգավոր։ Սակայն լեռան ներկայացրած դժվարությունների հետ մեկտեղ նույնքան անկանխատեսելի կարող են լինել եւ քաղաքական պայմանները։ Տապանը որոնելու համար Թուրքիա եկած յուրաքանչյուր ճանապարհորդ լուրջ վտանգի է ենթարկում իր իսկ անվտանգությունը։ Աշխարհի այս մասը հասկանալու համար պետք է հասկանալ շատ բարդ քաղաքական իրավիճակը, որ ռեգիոնալ տարբեր խմբեր է ներկայացնում։ Թուրքիայի այս հատվածը դարեր ի վեր ճանաչված էր որպես Հայաստան։ Կոմունիստական դարաշրջանում բոլշևիկյան ռեժիմը Ռուսաստանում ոչնչացրեց շուրջ 200,000 հայի։ Ներկայիս վիճակը դարձյալ լարված է։ Լեռան երկու կողմերում թշնամի հարևաններ Իրանն ու Իրաքն են։ Մինչև անգամ լեռան ցածր սարավանդներում կան տարբեր տերորիստական խմբեր։ Դրան գումարած եւ զինված քրդերը։ Նրանք եւս մեծ դժվարություն են հարուցում գիտարշավի մասնակիցներին, թալանելով եւ սպառնալով մահով։ 1978 թվականից սկսած դասյարակ Ջոն Մակինտոշը մասնակցել է Արարատ լեռան 8 արշավների։ Այդ օրը մենք բարձրացել էինք 30,500 ոտնաչափ եւ գիշերելու համար վրան էինք խփում լեռան հարավային կողմում։ Մենք մեծ աղմուկ լսեցինք։ Չէի հասկանում նրանց ասածները, բայց շատ պարզ էր, որ մեզ վրաններից դուրս էին հանում։ Մեր խմբի բոլոր անդամներին դուրս բերեցին։ Կրկնել չտվեցինք։ Մեր բախտը բերեց, դուրս պրծանք։ Պատահածի մասին հայտնեցինք թուրքական կառավարությանը։ 500 հոգեանոց զինվորական խումբ ուղարկվեց լեռ։ Տերորիստներից մեկը փախել էր, մեկին բռնել էին, մնացածը սպանվել էին զինվորների հետ հրաձգության ժամանակ։
A number of recent eyewitness sightings of the Ark on Mount Ararat have taken place. Միացյալ Նահանգների նախկին նախագահներ Նիքսոնից մինչև Ռեյգանի օրոք, որպես Սպիտակ տան լուսանկարիչ լրագրող, ես միշտ մասնակցել եմ ուղևորությունների, լուսաբանելու նախագահի գործունեությունը։ Այդ օրը այն ժամանակ նախագահ Ջիմի Քարտերի հետ նույն ինքնաթիռով Լեհաստանից թռչում էինք Թեհրան, շահի հրավերով մասնակցելու նոր տարվա տոնակատարությանը։ Թռիչքի ժամանակ, երբ արևելյան Թուրքիայի վրայով էինք թռչում, բոլորիս հայացքն ուղղվեց դեպի լուսամուտը։ Խորհրդային մի կրմբակոծիչը մեզ էր ուղեկցում, թևը թևին։ Ճիշտ հենց այդ պահին մեզնից մեկն ասաց, որ ներքև նայենք։ Նոյան տապանն է երևում։ Քարքարոտ լեռան թերևս կես ճանապարհին էր, շատ պարզ երևում էր մեծ մուգ գույնի նավը, նրա որոշ մասը պատած էր ձնով կամ սառույցով։ Իմ տեսածից ելնելով ես վստահ եմ, որ դա Նոյի տապանն էր։ Օդից եւ ցամաքից փաստորեն գնալով շատանում են լուսանկար վկայությունները, նկարներ, որ հավակնում են փաստագրելու մարդու կողմից պատրաստած այդ մեծ կառույցը Արարատ լեռան վրա։ Maybe it's ironic or perhaps fitting. Հետաքրքրական է, սակայն եւ փաստ, որ տապանի վերջին տարիների ականատեսները կյանքի տարբեր ասպարեզներից են։ All walks of life, humble individuals who have no exalted point to prove, no book to sell, no doctorate to foist upon the world. We've located 3 people. Մենք ընտրեցինք 3 անձանց, որոնցից ամեն մեկը յուրովի ականատեսն են եղել Նոյան տապանի։ Նրանցից եւ ոչ մեկը իրենց ունեցած փորձառության մասին գիրք չի գրում։ Ոչ մեկը չի քարոզում ամբիոնից։ Տապանը տեսնելու նրանցից յուրաքանչյուրի փորձառությունը շատ հուզիչ է եւ անչափ անհատական։ It was in 1973 1973 թվին էր, որ Էդ Բեինգը դարձավ տապանի ականատեսը։ Ed Bailing was a serviceman assigned to a defense installation. Էդ Բելինգը ծառայում էր պաշտպանությունում Արարատ լեռից 100 մղոն հարավ-արևմուտք։ Այստեղ նա մտերմացավ թուրքական բանակի զորակոչիկ Մուստաֆայի հետ։ Ես մեկնեցի նահանգներից հյուսիսային Թուրքիա։ Ուզում էի հնարավորին չափ շատ բան տեսնել այդտեղ։ Ես եւ Մուստաֆան շատ մտերմացանք, որ արդեն մի տարի է ինչ բանակում էր։ Զրուցում էինք նաեւ Նոյան տապանի մասին։ Ինքն ասաց, որ իր հորեղբայրը գիտե, թե որտեղ է այն գտնվում։ Մենք մտեցանք նրան ճամբարին։ Հորեղբայրը ամենից հասակավորն էր եւ թվում է, թե ամեն բան գիտեր։ Բայց կարծես չէր ուզում մեզ այնտեղ տանել։ Սակայն երբ Մուստաֆան ասաց, որ ես որևէ դժվարություն չեմ ունենա բարձրանալու, համոզվեց։ Locals who live here are very suspicious of outsiders. Տեղաբնակները շատ կասկածամիտ են Նոյան տապանը տեսնել ցանկացողացելուների հանդեպ։ Առանց այդ ծանոթության անհնար կլիներ Նոյան տապանը տեսնել։ Ես ուզում էի ինձ հետ վերցնել լուսանկարչական ապարատը, բայց նա խնդրեց, որ չլուսանկարեմ, որովհետև Արարատը շատ մոտ է ռուսական սահմանին, իսկ քանի որ ինքը թուրք էր, ես էլ ամերիկացի, որոշ բարդություններ կարող էին ծագել։ Եվ նա մեզ առաջնորդեց դեպի Արարատի գագաթ։ Քարեր, ժայռեր, մեծ փորձություններ ինձ համար։ Նա հստակորեն գիտեր, թե ուր է գնում։ Իսկ ես շատ հոգնել էի, մտածում էի, թե երբ պիտի վերջո տեսնենք Նոյան տապանը։ Եթե մի քիչ էլ ձգվեր այս ամենը, ես որոշել էի ետ դառնալ։ Ճիշտ այդ պահին, ահա, նրա հորեղբայրը շրջվեց դեպի ինձ, մատնացույց անելով ասաց. «Տես, ներքևում, քեզնից ներքև»։ Մարախուղի միջից երևում էր հսկայածավալ մեծ նավը, նստած ժայռաբեկորի վրա։ Մենք ներքև իջանք։ Հսկայածավալ էր։ Այն առավել լայն էր, քան բարձր։ Դժվար էր հավատալ, որ Նոյի տապանն է։ It's hard to imagine, and I think about it in my mind's eye, and it's still hard to imagine. In 1943, 1943 թվին մեկ այլ զինծառայող, տեղակայված մերձավոր արևելքում Էդ Դեյվիսը Բեինգի նման մտերմացավ տեղաբնակ Աբես Աբեսի հետ։ worked for him over there named Abbas Abbas. He returned the favor by taking him up to see Noah's Ark on Mount Ararat. Նա ասաց, որ տարվա այդ եղանակին տապանը չեմ կարող տեսնել։ Մի քանի ամիս անց նա կրկին եկավ եւ ասաց. «Հիմա երևում է, գնանք»։ Բոլորս իրարից կապվել էինք։ Ցուրտ էր, մրսում էինք։
քաղցած ենք ու թրջված։ as wet, as hungry and tired in my life as I was when I got up there. It was trying to show me the ark. When I Եվ was նա standing, փորձում it էր looked ցույց like a տալ big ինձ piece of տապանը։ blue rock. Ահա And վերջապես then we երևաց moved back, and then we could Նոյի see in the end of տապաններ։ it. It was 20 ոտնաչափ հեռավորությունից ծայրը knew տեսանք։ somebody was watching Չգիտեմ you, ինչպես there was նկարագրել այդ something պահին going քեզ on. համակած I don't know զգացողությունը։ how to explain Յուրօրինակ that. զգացում է պատում քեզ։ Ինչ որ բան է կատարվում հետդ։ Այդտեղ մոտերքում հզոր ուժ էր ներկա։ Ed Davis's overall Թեև story շատ համոզիչ է sounds հնչում Էդ very Դեյվիսի credible. պատմությունը, նա համոզված է, որ իր տեսածը իրոք սրբազան տապանն է։ Այսուհանդերձ նմանատիպ պատմությունները կարող է կասկածելի թվան։ The sacred ark of Noah. Still, in hearing a story like that of Ed Davis's, it's understandable to be skeptical of these kinds of claims. Author and art Տապանն researcher ուսումնասիրող Larry եւ Williams հեղինակ Լերի felt the Վիլյամսը same. նույն կերպ էր մտածում։ Երբ լսեցի Էդ Դեյվիսի պատմությունը, մտածեցի, որ ոչ թե պատմությունը պիտի ուսումնասիրեմ, այլ Էդ Դեյվիսին անձնապես։ Խմբագրական իմ փորձից գիտեմ, որ անհավանական դեպքերի վերաբերյալ շատ էին լինում ոչ ճշմարտացի պատմություններ։ Publisher Larry Հավաստիանալու համար he decided he wanted ես վարձեցի լավագույն փորձագետի, որ 15 տարի ի վեր աշխատում էր ոստիկանությունում։ Նրան պատմեցի Էդ Դեյվիսի պատմությունը եւ նա ինձ ասաց. «Տուր ինձ կես ժամ եւ ես նրան կկոտրեմ»։ Պոլոգրաֆիկ փորձագիտական խմբի հետ երկու իրապես լարված ժամեր անց նա դուրս եկավ եւ ասաց. «Լերի, ես չեմ կարող ասել, թե ինչ լեռան վրա է եղել Էդ Դեյվիսը, չեմ կարող ասել, թե դա Նոյի տապանն էր, բայց մի բան կարող եմ ասել. Էդ Դեյվիսի տեսածը նավ է եւ ինքը չի ստում»։ eyewitness account of this man, Dr. Ahmet Մեծ Ali դեր Arslan. կատարեց հավատը ականատես այս մարդու, դոկտոր Ահմեդ Ալի Արսլանի վկայության մեջ։ Դոկտոր Ասլանը թուրքական գլխավոր լրագրի վարչության ղեկավարն է եւ Ամերիկայի ձայն ռադիոցանցի նախկին հաղորդավար։ Few people do. Նա մեկն է այն քչերից, որոնք լավ գիտեն Արարատ լեռը։ Իմ ընտանիքը ապրում է թուրքական քաղաքում Արարատ լեռան մոտ, որ սահմանակից է նախկին խորհրդային միությանը։ Ես ինքս այնտեղ եմ մեծացել։ Ավելի քան 50 անգամ բարձրացել եմ գագաթը, նաև միջազգային բնախույզների հետ, այդ թվում Ֆերնանդ Նավարան, աստղագնաց Հանգուցյալ Էրմինը։ Internationally recognized explorer like Fernand Navarra and astronaut the late Jim Irwin. In 1989 թվականին ես բարձրացա Արարատ լեռան հյուսիսային կողմը, Ակորի կիրճի վերին մասը, լեռան ամենից վտանգավոր հատվածը, որ պատած է հսկայական սառցաշերտով։ covered with huge glaciers and very dangerous crevasses. Because of my Ազգությամբ Turkish թուրք լինելու nationality, շնորհիվ I ինձ was թույլատրվեց given ուսումնասիրել permission to Արարատ investigate լեռան այնպիսի certain տեղեր, areas on որ Mount մյուսները Ararat չէին կարող where գնալ։ the others could not go. I went to Ես check a ուղևորվեցի certain ստուգելու area այն which had տեղանքը, been shown որը as Նոյան a տապանի satellite գտնվելու photo հնարավոր վայրն էր, as a ըստ possible արբանյակային location of լուսանկարների։ North I was coming close to the Գնալով ցրտում էր, ես sun. մրսում էի, The ice and snow ուժերս էլ սկսեցին ինձ լքել, give away. չկարողացա ինձ պահել եւ ցած սահեցի։ I ended Շուրջ sliding 100 about ոտնաչափ 100 ներքև էի feet. գլորվել։ Բախտս բերեց, որ ճեղքի It was մեջ չընկա, fortunate that I didn't այլապես penetrate մեռած the կլինեի։ crevasses. Otherwise, I would be dead. When I Որոշ regained ժամանակ my անց footing, կարողացա ոտքի կանգնել։ I noticed hundreds Եվ ահա 100 թե 200 ոտնաչափ հեռուն նկատեցի մի շինվածք։ there was Պարզ building երևում էր, որ structure, փայտից էր պատրաստված, definitely made of wood. It shouldn't be there. բայց այդտեղ չպիտի լիներ։ Գագաթից 1000 կամ 2000 ոտնաչափ ներքև Below the summit. It almost looked like a նման էր captain's cabin. նավապետի I խցիկի։ immediately Ես took my command. իսկույն հանեցի ապարատը եւ Shot լուսանկարեցի։ pictures. You can see Կարող եք տեսնել ուղիղ հարթ street նավահեծանը։ beams and such. Definitely
Հստակ երևում է, որ մարդու պատրաստած շինվածք է։ My belief Ես հավատում եմ, որ այն, ինչ տեսա, եւ ինչ որ պատկերված է իմ լուսանկարներում, առանց կասկածի Նոյան տապանն է։ is Noah's Ark. It would be hard not Դժվար to թե be չասվես այս impressed ականատեսների by the վկայություններից։ eyewitnesses. Կան ողջ մնացած մարդիկ, որոնց պատմությունները կարելի է համախմբել եւ ուղակի քննել։ Մարդիկ, որ այս կես դարում տարբեր ժամանակ են եղել լեռան վրա, սակայն զարմանալիորեն նույն պատմությունն են անում։ So far, we have Ձեզ presented ներկայացրինք Նոյան տապանի 20-րդ դարի քաղաքացիական եւ ռազմական սարքերով օդից արված պատկերներ, ինչպես եւ ժամանակակից ականատեսների վկայությունը։ Ed Bailing, Գևորգ Հակոբյան, Էդ Բեյլինգ, Էդ Դեյվիս եւ Ահմեդ Ասլան։ but is there Կա մի փաստ, որ բոլոր այս պատմությունների մեջ ընդհանուր է եւ մեզ կօգնի գտնելու Նոյան տապանը իտես աշխարհի։ the answer Պատասխանը այո է։ the ark's location? Տապանը Արարատ լեռան վրա է եւ ըստ տեսնողների լեռան հյուսիսային մասում, Ակորի կիրճից վեր։ 1990 թվականի օգոստոսին ուղղաթիռով Վարշավի ժամանակ թռչում էինք Արարատ լեռան հյուսիս-արևելյան սառցե հատվածի վրայով եւ այդ ժամանակ լուսանկարեցինք ուղղանկյուն մի օբյեկտ։ Մենք կարծում ենք, որ դա Նոյան տապանն է։ So, Եվ այսպես մենք ունենք Կարլ Բաուի խմբի արած լուսանկարները, որի վրա սարսաշերտի մեջ երևում է օբյեկտի տեսքը։ but we took Մենք մի քայլ առաջ անցանք եւ այդ լուսանկարը համակարգիչով վերլուծության ենթարկեցինք տեսնելու համար Արբանյակի հայտնաբերած սկզբնական օբյեկտի համակարգչային պատկերը։ Եթե մեծացնենք օբյեկտի պատկերը, կտեսնենք, որ այն ուղղանկյուն տեսք ունի։ Սա ուրվանկարն է։ Օբյեկտը ձգվում է մինչև ծայրը։ Ըստ իս, սա իրոք մարդու ձեռքի գործ է։ our mystery. Մեր առեղծվածը արդեն իսկ լուծված պիտի լիներ, եթե միայն կենտրոնական հետախուզական գործակալությունը եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը բաց թողնեին արևելյան Թուրքիան պատկերող արբանյակային լուսանկարները։ Իսկ ինչու չեն ցանկանում։ Նրանց մարտավարական օթային հրամանատարության գաղտնի փաստաթղթերը Նոյի տապանի լուսանկարներն ունեն, մինչև իսկ պիտակել են Նոյան տապան լուսանկարներ։ Մենք գիտենք, որ մեր կառավարությունն ունի Նոյան տապանի այդ տարածքի լուսանկարները եւ արբանյակային պատկերը։ Նրանք չեն ուզում դրանք մեջտեղ բերել, որովհետեւ հավանական է, որ լուսանկարների հետ մեկտեղ կբացահայտվեն լրտեսական տեխնոլոգիայի նվաճումները։ Well, since our government Ոստի մենք դիմեցինք այլ աղբյուրների։ Noah's Ark on Mount Ararat from France, we Ֆրանսիական արբանյակային պատկերը արված 555 մղոն երկրագնդի մակերեսից վեր կարող է բացահայտել ցածում եղած 10 մետր չափս ունեցող օբյեկտներ։ objects down. Սա ամերիկյան օդաչուների Պարսից ծոցի պատերազմում արված լուսանկարների աղբյուրն է։ This was the source. Բավական հետաքրքրական է, որ այն, ինչ դժվար է նշмарել Մարախլաբադ լեռան վրա 300-500 ոտնաչափ հեռավորությունից արված լուսանկարներում, առավել դիպուկ եւ գիտականորեն կարելի է բացահայտել 100 մղոն վերևից, օգտագործելով եռաչափ անիմացիան։ Scientifically, from hundreds of miles above the earth with the use of three-dimensional animation. We have taken the French spy Ֆրանսիական արբանյակից արված այս պատկերը մենք տարանք TASS կոչվող բոստոնյան ընկերություն, որը տեղեկատվության եւ կիրառական տեխնիկայի կենտրոն է մասնագիտացված տարածական եռաչափ անիմացիայի գծով։ Մեր խնդիրն էր շարունակել տապանի որոնումները արբանյակի մատնացույց արած տեղանքում։ in our animation model. Արարատ լեռանը մոտենում ենք 100-ավոր կիլոմետր We հեռավորությունից։ see little Ararat in the foreground. Տեսնում ենք փոքր Արարատը առաջնային պլանի վրա։ We're setting our course Երբ մոտենում ենք երկու լեռներին, as we go into a circular flight ուղղություն ենք վերցնում around Mount Ararat. թռչելու նրանց միջով եւ կլոր շրջան են կատարում Արարան լեռան շուրջը։ And the deep Անիմացիայի շնորհիվ լեռան վրա հստակորեն երևում են ճյուղերի պես տարածված սառցաշերտերը the Ahura Gol եւ հյուսիսային կողմում Ակորի կիրճը, խորը սպիի պես, snow line որից վերև երևացել է Ararat's տապանը։ multiple summit peaks. Coming back to the Ahura Gol, Սոսկալի տեսք ունի Ակորի կիրճը, իր ժայռաբեկորներով, որ ձգվում են վեր դեպի ձյան շերտը, որն էլ իր հերթին հասնում է մինչև լեռան գագաթները։ to determine Մեծ սառցադաշտով վերադառնալով ետ դեպի Ակորի կիրճ, մենք պատրաստվում ենք քննել երկու տեղանք, որտեղ տեսել են տապանի մասերը, թե արբանյակից եւ թե լեռը մագոցողները։ on two different successive Փորձենք մատնանշել Նոյի տապանի գտնվելու ստուգ վայրը Արարատ լեռան վրա, համադրելով երկու հաջող արշավների ժամանակ արված լուսանկարները, ռազմական արբանյակի ցույց տված պատկերը եւ ականատեսների պատմածը։
Համակարգչային այս լաբորատորիայում էկրանին այժմ տեսնում ենք Արարատ լեռան արբանյակային պատկերը։ Այս ճեղքվածքը 1500 ոտնաչափ բարձրությամբ եւ 90 ոտնաչափ լայնությամբ է։ Մեջտեղում պարզ տեսնում ենք ժայռի եզրում ձյան միջից դուրս ձգված օբյեկտ։ Կարող ենք չափել այն։ We see here the crevasse with the gray pixels defining a rocky ledge. Extending out of the snow in this area, we see an object coming out over the ledge. Each pixel Յուրաքանչյուր is հատվածը 32 feet. 32 ոտնաչափ է։ This object is about 80 feet wide. Այսպիսով ողջ օբյեկտը 80 ոտնաչափ լայնություն ունի եւ ձյան միջից դուրս է եկած մոտ 90 ոտնաչափ։ Ըստ արբանյակային պատկերի եւ ուղղաթիռից արված լուսանկարների ուղղանկյուն այս օբյեկտը բնության մաս չէ եւ պատրաստված է փայտից։ According to military satellite information, the object is made of wood. Now that is an Հետաքրքիր լուր է, բայց սա դեռ բոլորը չէ։ Շարժվենք դեպի Ակորի կիրճի վերին կողմը։ Ըստ փորձագետների, այստեղ է գտնվում Սարսե շերտից դուրս ձգված եւ լավ եղանակին հստակ երևացող տապանի երկրորդ մասը։ Այս տեղանքում էր, որ մի քանի տարի առաջ հոլանդական հեռուստատեսության աշխատակազմը աստղագնաց Ջեյմս Իրվինի հետ ճամփորդելիս զարմանալի լուսանկար էին արել։ James Irwin took a most amazing photograph. Ինքնաթիռը, որի մեջ էր եւ Ջեյմս Իրվինը, թռչում էր Արարատ լեռան վրայով, մոտեցավ Ակորի կիրճին։ Այս մասում մենք տեսանք ձյան միջից դուրս ցցված օբյեկտ։ Այն նման էր Նոյի տապանին։ Մենք շատ հուզվել էինք, բայց ստիպված էինք վերադառնալ բազա, որովհետև մեր ժամանակը սպառվում էր։ Ահա վերջապես այդ օրը, մեր արշավի ավարտին, որի համար Թուրքիայի կառավարությունից ստացել էինք անհրաժեշտ թույլտվություն, մենք կարծում ենք, որ տեսանք Նոյի տապանը։ Ջեյմս Իրվինը չէր ուզում այս ցնցող գյուտի մասին ազդարարել, մինչև որ լեռը չբարձրանա եւ հենց տեղում չնկարի։ Բայց նա հանկարծ հասմահասավ, չհասցնելով վերադառնալ Արարատ լեռ։ Astronaut James Irwin Աստղագնաց Ջեյմս Իրվինի տիեզերական հետազոտությունները կհիշվեն սերնդեսերունդ, եւ շնորհիվ նրա եւ Հոլանդիայի ազգային հեռուստատեսության աշխարհին տրվեց զարմանալի այս լուսանկարը։ Իրականացավ նաեւ Նոյի տապանը գտնելու Ջեյմս Իրվինի հոգեվոր անձնական պրպտումը։ There's only one puzzle. Մի հարց սակայն մնում է։ Ինչու այն դեպքում, երբ բոլոր ապացույցները կան, որ Նոյան տապանը Արարատ լեռան վրա է, լեռը մագլցող արշավախմբերին չի հաջողվում հասնել տապանին, շոշափել, լուսանկարել։ Թուրքիայի կառավարությունը հետազոտելու թույլտվություն տալիս է Արարատ լեռան հարավային մասի համար, մինչդեռ տապանը գտնվում է հյուսիսային կողմում։ Այդ մասում սովորաբար, եթե բռնեն ամերիկացիների, կձերբակալեն։ Տապանի գտնվելու վայրը շատ բարձր է ուղղաթիռով իջնելու համար։ Տեղի տերորիստները հաճախակի հարձակվում են, թալանում եւ արևանգում արշավականներին։ Թուրք զինվորների եւ տերորիստների միջև ընթացող կռիվներից 90-ական թվականներին Արարատ լեռան լանջերին զոհվել է շուրջ 6000 մարդ։ Թերևս պիտի սպասենք, մինչև որ աշխարհը խաղաղվի։ Just as there are some Կան մարդիկ, որոնց համար ամենաթեթև ապացույցն իսկ համոզիչ է, մյուսները կասկածում են ամենավառ ապացույցի դեպքում էլ։ conclusive proof. In the case Նոյի տապանի խնդրում կա մարդկանց մի երրորդ խումբ, որոնց համոզելու կարիք այլևս չկա։ I saw Այն ինչ տեսա Noah's Ark. Նոյի տապանն է։ All people have to do is go up and look at it. Ահարգու էր։ It was awesome. Նոյի It տապանն was էր։ Noah's Ark. you've seen Դուք տեսաք գիտական ցուցադրումները եւ լսեցիք պոլոգրաֆիկ քննության արդյունքները։ Տեսաք արբանյակից հարված պատկերները։ Վկա եղաք անձնական պատմությունների։ personal testimonies. Ապացույցն այժմ ահա ձեր առջև է, լավ պահպանված եւ աշխարհից թաքցրած։ Hidden away from the world, Այո, the remains հսկայական նավի մնացորդներն են հայտնաբերվել Արարատ լեռան վրա։ samples of the wood Նավից taken from the վերցրած vessel նմուշները have ցույց been են dated տալիս, to the որ time այն when the Աստվածաշնչում Bible նշված was համաշխարհային written. ջրհեղեղի ժամանակվա վաղեմությունը ունի։ From this, Ինչ եզրակացության կարելի է հանգել սրանից։ what conclusions can be drawn? Կարող եք նայել Արարատ լեռան շրջակայքում եղած բոլոր ազգերի պատումները,
Թվում է, թե դրանք հատման մեկ կենտրոնական կետ ունեն, եւ դա Նոյի տապանի մասին պատմությունն է։ Բոլոր ապացույցները հանգեցնում են մի փաստի։ Մեծ նավը, որ տեսել են Արարատ լեռան վրա, տապանն է Նոյին։ Այս մարդը, որին Նոյ էին ասում, իր հավատը ցույց տվեց հերոսական մասշտաբներով։ Աշխատելով սերունդների համար, որ կառուցի անհավանական տապանը, նա հազարավոր կենդանիներ բերեց տապան, որ ողջ մնան մոտալուտ աղետի ժամանակ, այն դեպքում, երբ իր ժամանակակիցներից եւ ոչ մեկը չէր կարող պատկերացնել անգամ աղետի մասին։ Նա իր ընտանիքին խնդրեց, որ իրեն հավատան եւ իհատուցումն ոչ միայն նրանց փրկեց, այլև մեզ բոլորիս, որ նրանից ենք սերվել։ Սա միայն մեծ նավի եւ ահեղ ջրհեղեղի մասին եղած պատմություն չէ, այլ նաեւ պատմություն մեծ մարդու մասին։ Որքան ուշագրավ է, որ Աստվածաշունչը, որ այսքան երկար ժամանակ փայփայել ենք որպես գանձարան եւ ուղեցույց հավատի, հանկարծ վեր է հառնում իբրև պատմական փաստաթուղթ։ Ժամանակակից գիտությունն ու տեխնիկան, ինչպես տեսակ, պաշտպանում են այն պատմությունը, որ հազարավոր տարիներ շարունակ պատմում է Աստվածաշունչը։ Եթե Նոյի տապանի գոյությունը Արարատ լեռան վրա հաստատվելու վրա է, թերևս հարց տանք, ինչու Աստված այն պահպանել է, բայց այսքան տարիներ շարունակ թաքցրել աշխարհից։ Մենք չգիտենք այս հարցի պատասխանը, սակայն գուցե նա այն պահում էր մեր ժամանակների համար, նման ճիշտ այն նախօրեին, երբ Աստված ջրհեղեղով կործանեց մարդկությանը։ Խորհիր այս մասին։